Բարև ձեզ։ Ինչով կարող եմ օգնել։ Ոստիկանությունից, կապիտան Մանուկյան։ Այս մարդը ձեզ հյուրանոցում եղել է։ Դրա համար պետք չի հուզվել։ Ուղղակի դոթա ձեր մոտ։ Կուզեք պատուհանը բացեմ, ուղղակի դրսում աղմուկ է, ես էլ բարձր խոսել չեմ սիրում, էլի։ Ես էլ։ Ասում եք Դիլիջանում չեք եղել, հա։ Ասեցի չէ, չեմ եղել։ Ես շատ եմ եղել։ Դիլիջանի բնությունը շատ լավն է, չէ։ Չեք լսում, ասում եմ չեմ եղել, չգիտեմ։ Մի պահ մոռացա։ Լավ, այդ Երևան, Կանադա, Մոսկվա, այդ մասին մի քիչ խոսեք էլի իմանա։ Արդեն ասեցի, հուզված էի, շփոթվեցի, մոռացա, ձեր հետ չի պատահում, որ հուզում եք ու ինչ-որ բան ձեր մտքից թռնում է։ Չէ, չի պատահում, եթե իհարկե ինչ-որ մի բան չեմ թաքցրել կամ ստել։ Չհասկացա, իսկ ես ինչի պիտի ստեմ։ Բա ես ինչ իմանամ, հենց էդ էլ ուզում եմ պարզեմ, էլի ինչի պիտի ստեք։ Հաստորեն իզուր եկա, էլի։ Իզուր եկար։ Աբա, Ալբերտը քանի օր չկա, ինչքան օր արդեն մի ամիս է չկա։ Դուք փոխանակ փնտրեք, գտնեք, ինչ-որ անիմաստ հարցեր եք տալիս, Դիլիջանում եղել եք, թե չէ։ Բայց դա կարող է ուղիղ կապ ունի Ալբերտի անհետացման հետ։ Ասեմ ձեզ, սխալ տեղ ես փնտրում։ Քո ուղիղ կապերը ուրիշ տեղ մանարի։ Իսկ կարող է հուշեիք, թե որտեղ ման գամ։ Այնտեղ, որտեղ որ մարդիկ շահ ունեն։ Շահ։ Հա։ Իսկ դուք շահ չունեք։ Ես ինչ շահ ունեմ։ Դե Ալբերտի օրինական ժառանգ ես ճանաչվել։ Ալբերտը ժառանգներ ունի։ Հա, գիտեմ, ունի։ Օրենքով Ալբերտի օրինական ժառանգ է հանդիսանում նրա աղջիկը, որին հայրություն է ճանաչել։ Բայց դու ազգակցական կապ ունես։ Ինձ ոչ մի բան պետք չի։ Գիտես, շատ եմ ուզում հավատալ։ Իսկ ես ուզում եմ հավատամ, որ դուք ճիշտ ճանապարհին եք ու ամեն ինչ անում եք Ալբերտին գտնելու համար։ Ամեն ինչ, կամաց է լինում։ Ջրի կաթիլն է, կամաց քարը ծակում։ Լսի, դուք մինչև կամաց փնտրեք, մինչև Ալբերտին գտնեք, նրա ունեցվածքից բան չի մնա։ Առանց էդ էլ արդեն, այ, օֆիսը վառեցին էլ չգիտեմ ինչ։ Ես ձեզ խոստանում եմ, դուք կարող եք հանգիստ լինել։ Ոչ մեկ չի վայելել։ Խոստանում եմ։ Դե թե ինձ էլ բան չունեք ասելու, ուրեմն ես գնամ։ Չէ, ուր գնաք։ Նստեք։ Նստեմ։ Այստեղ հիմա գրում եք։ Օդանավակայանից հետո ուր եք գնացել, ում հետ, ոնց, երբ։ Հա, մեկ էլ ասեցիք Դիլիջանում չեք եղել, չէ։ Դու ձեռս առումից։ Բոլորովին։ Բայց գրի, այ երբ Ալբերտին գտնենք,
ես ձեզ կհրավիրեմ Դիլիջան, բայց էդ էլ նշեք, որ Դիլիջան չեք գնացել։ Նշեք։ Նշի։ Խաղարկությունը շարունակվում է եւ ահա շահողների տոնական շքերթի 3-րդ տասնյակը։ Պատահական գնեցինք երյակ, շահեցի 5 միլիոն դրամ։ Անսպասելի շահում եմ։ Տրանսպորտի մեջ եմ ջնջել, ճիշտն ասած։ Առաջ անգամ էր։ Մեծ անակնկալ էր մեր ընտանիքը։ Թավթինջան ու շահեն։ Չէ որ ամեն ինչ կարող է պատահել։ Յուրաքանչյուր ոք կարող է շահել։ Գինի Արմենիա, ազգային արժեք, ամեն հայ թող վայելի այս գինին։ Հիշում եք նրան, սա Արտակն է, ով շատ է զանգահարում արտերկրում ապրող իր մտերիմներին։ Այժմ նա անհամբեր սպասում է, որ իրեն զանգեն, չէ որ միայն օրանժում, նա կարող է մեկնել այն երկիրը, որտեղից զանգեր է ստացել։ Ստացիր զանգեր աշխարհի տարբեր կողմերից եւ մինչեւ մայիսի 27-ը ամեն շաբաթ ձեռք բեր հնարավորություն ստանալու 2 տոմս եւ մեկնելու այն երկիր, որտեղից քեզ զանգել են։ Անսպասելին փոխվում է օրանժի հետ, օրը փոխվում է օրանժի հետ։ Վիլեդա ակտիվ մոբ, հարմար բոլոր տեսակի հատակների մանրակրկիտ մաքրման համար։ Ինվիլեդան հեշտացնում է իմ կյանքը։ Փրկեք սիրելիներս, ամբողջ օրը ոտքի վրա եմ սնվել, հիմա էլ տանջվում եմ։ Ինձ մոտ կա փորձված միջոց։ Իսկ ինձ մոտ ժամանակակից միջոց։ Մեզին, կօգնի ձեր ստամոքսին։ Էկլիպս մաստակ։ Այսպես, ասացեք էլի։ Էկլիպս ծանելուց հետո շնչառությունը երկար ժամանակ կպահպանվի թարմ շնորհիվ Fresh Mint ակտիվ մասնիկների։ Էկլիպսի թարմությունը բավական է 305 i համար։ Էկլիպս, վստահիր շնչառությանը, վստահիր ինքդ քեզ։ Գետապ Վերնաշեն եւ Արենի լավագույն ավանդույթները շարունակվում են։ Նրբաճաշակ շոկոլադ